Բարի ձեզ հարգելայնակիցներ։ Այսօրվա իմ զրույցի թեման ձեզ հետ լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարությունների նվիրված թեմային։ Ուրեմն ամբողջ Ամերիկան այսօր տոնում է իր ծննդյան 250-ամյակը, եւ ես որոշեցի միանալ այդ տոնախմբությանը եւ ձեզ ներկայացնել որոշ փաստեր, թե ինչ է իրենից ներկայացնում այսօրվա Միացյալ Նահանգները, ինչպես են առաջացավ եւ տալ ձեզ որոշ տեղեկություններ։ Ես միշտ իմ բարեկամներին խնդրել եմ մտածել այն մասին, թե արդյոք աշխարհում կա ուրիշ մի երկիր, որտեղ մարդիկ գան, դռները ծեծեն, անապատներով անցնեն, մահանան ավազների մեջ, խեղդվեն գետերի մեջ, բռնաբարվեն եւ սպանվեն ճակերտավոր այդ կայոտեների կողմից եւ այսպեսի տառապանքներով անցնելուց հետո գալ հասնել Ամերիկա եւ հազարավոր դոլարներ վճարել փաստաբաններին եւ հուսալ, որ մի օր կարող են մնալ հիմնական ապրելու այստեղ։ Այդպիսի երկիր չկա ուրիշ որևէ մի տեղ աշխարհի վրա, այս մոլորակի վրա։ Այդպիսի երկիր կա միայն այստեղ, Միացյալ Նահանգներում։ Ուրեմն այս փոքր բացումից հետո թույլ տվեք մի քանի խոսքով իմ կարծիքը հայտնել այս երկրի մասին։ Ուրեմն ինչպես առաջացավ Ամերիկան։ Բոլորիս հայտնի է, որ դպրոցական դասագրքերից, որ միջնադարերում մարդիկ ճամփորդում էին դեպի արևելք, դեպի Չինաստան, Հնդկաստան ապրանքներ բերելու եւ վաճառելու, վերավաճառելու համար Եվրոպայում եւ դրամ աշխատելու համար։ Եւ հետո նրանք այդ ժամանակ միջնադարերում տարբեր պատճառներով մոռացել էին, որ հնում շատ տեղեկություններ եղել երկիր մոլորակի մասին, բայց միջնադարերում տարբեր պատճառներով մարդիկ ուղղակի մոռացել էին այդ մասին եւ նոր էին հայտնաբերում իրենց համար, որ երկրագունդը մոլորակը գնդաձև է։ Եվ ահա այս մի գեղեցիկ օր մեր իտալական ցակումով Քրիստոֆեր Կոլոմբոսը որոշում է համոզել Իսպանիայի թագավորին, որ նա նրան ֆինանսավորի, եւ սա թագավորի ֆինանսավորմամբ վերցնում է մի 2-3 նավաստիներով ճամփորդում է դեպի արևմուտք, որպեսզի ապացուցի աշխարհին, որ արևմուտք գնալով նույնպես կարելի է հասնել Հնդկաստան։ Այս բոլորը մենք գիտենք դպրոցից։ Եվ ահա եկավ հասավ Հնդկաստան, Կոլոմբոսը Հնդկաստան չէ, ներողություն։ Եկավ հասավ Միացյալ Նահանգների արևելյան ափերը եւ որոշ տառապանքներ, տանջանքներ կրելուց հետո վերադարձավ ուրեմն 1492 թվականի օգոստոսի 3-ին նա դուրս եկավ ծով Իսպանիայից 35 օր անց հոկտեմբերի 12-ին հասավ այսօրվա Բահամաս կոչվող շրջանը ԱՄՆ-ի արևելյան ափերը եւ դրանից հետո 1497-ից 1502 թվականներին մի ուրիշ իտալացի եկավ այս կողմերը իր նավերով նրա անունն էր Ամերիկո Վեսպուչի եւ այս Ամերիկո Վեսպուչին իջավ ներքև հարավ դեպի հարավային Ամերիկա, վերադարձավ իր երկիրը Եվրոպա, Իսպանիա եւ Իտալիա եւ մի քարտեզ նկարեց, որի վրա իր անունը գրեց այդ երկրամասի վրա, ասելով որ դա ուրիշ երկիր է, դա Հնդկաստանը չէ եւ անունը դրեց իր անունով, այսինքն Ամերիկա։ Իր անունն էր Ամերիկո Վեսպուչի։ Դրանից հետո որոշ ժամանակ անց 1520 թվականին Մագելանը եկավ ճամփորդեց դեպի արևմտյան աշխարհ, արևմտյան կիսագունդ, շրջանցեց հարավային Ամերիկան, գնաց հասավ Ֆիլիպիններ, այնտեղ կռվեց տեղացի ֆիլիպինների հետ եւ սպանվեց կռվների ընթացքում, նրանից ընդամենը 1 նավ եւ 18 նավաստի վերադարձան Իսպանիա։ 1607 թվականին առաջին անգամ Եվրոպայից Ամերիկա եկան 104 մարդ։ Առաջին ձմեռվանից հետո նրանցից 38-ը ողջ մնաց, մյուսները տարբեր պատճառներով մահացան, կամ սովից մահացան, կամ տեղացի կառավարմորթների հետ կռվեցին եւ այլն։ Նրանք 1620 թվականին Mayflower նավը 102 եվրոպացիների բերեց Միացյալ Նահանգներ անգլիական Պլիմութ քաղաքից։ Նրանք տեղավորվեցին այսօրվա Մասաչուսեթս նահանգի արևելյան ափին, Բոստոն քաղաքից մի քիչ արևել Cape Cod կոչվող տարածքում։ 1626 թվականին հոլանդացի նավաստիները ափ դուրս եկան այսօրվա Նյու Յորք քաղաքի մոտ, նրանք առևտրի մեջ մտան տեղացի
կարելի ասել ոմանք ասում են հնդկացիներ, ոմանք ասում են կանոնամորթներ, ոմանք ասում են տեղացիներ, natives, մի խոսքով տեղաբնակների հետ եւ $24 ժողությամբ այդպես են բացատրում զարթեղեն տվեցին այդ հնդկացիներին եւ իրավունք ստացան այսօրվա Նյու Յորքի Մանհատեն կղզում տեղավորվել եւ օգտվել այդ գազու բարիքներից։ Անցավ 38 տարի եւ անգլիացիները փորձեցին այդ կղզին խլել հոլանդացիներից եւ 1674 թվականին անգլիացիները խլելուց հետո անվանեցին Նյու Յորք։ Նախկինում հոլանդացիները այդ կղզին անվանել էին Նյու Ամստերդամ, իրենց քաղաքի Ամստերդամի անունով, իսկ Մանհատանի վերևի մասն էլ անվանել էին Հարլեմ, երկու այով Հարլեմ։ Հիմա այն կոչվում է Հարլեմ միայն մեկ այով։ Եվ այդ Մանհատանը անգլիացիները անվանեցին Նյու Յորք 1681 թվականի Անգլիայից եկած բողոքական աղանդի պատկանող Quaker աղանդին պատկանող բողոքական Վիլյամ Փենը հիմնադրեց Պենսիլվանիա Colony-ին, այն ժամանակ դրանք կոչվում էին Colony-ներ, գաղութներ, եւ այդ նահանգը անվանեց իր անունով Պենսիլվանիա։ 100 տարի անց 1775 թվականին Ամերիկայի արևելյան ափերին արդեն կազմավորվել էին 13 կոլոնիներ, գաղութներ։ Դրանք էին թույլ տվեք կարդամ ձեզ համար New Hampshire, Massachusetts, Rhode Island, Connecticut, New York, New Jersey, Pennsylvania, Delaware, Maryland, Virginia, North Carolina, South Carolina եւ Georgia։ Բնակչության թիվը արդեն հասել էր 2.4 միլիոնի ըստ տվյալների այդ ժամանակվա։ Այդ տարիներին բրիտանացիները արդեն ստեղծել էին ուժեղ նավատորմ եւ Աֆրիկայից սևամորթ ստրուկներ էին բերում եւ վաճառում էին Ամերիկայի հարավային շրջանների պլանտացիաների տերերին։ Եվ բնականաբար առաջացավ սևերի ստրկական աշխատանք եւ դարձան ստրուկներ։ Ամերիկայի այդ նշած 13 գաղութների բնակիչները բրիտանացիներին վճարում էին հարկեր, բայց ոչ մի քաղաքական իրավունքներ չունեին բրիտանական պարլամենտում։ Նրանք չէին կարող նաեւ անկախ առևտուր վարել որևէ ուրիշ երկրի հետ։ Եվ ահա 1773 թվականին East India ընկերությունը մեծ քանակով թե էր բերել Հնդկաստանից եւ փորձում էր բարձր գներով վաճառել Բոստոնի բնակիչներին։ Եվ ինչպես ասում են, սա այն ծաղոտն էր, որ կոտրեց ուխտի մեջքը, կամ այն վերջիկաթիլն էր, որ լցրեց համբերության բաժակը։ Բրիտանացիներն բոստոնցիները ընդվզեցին եւ 1773 թվականի դեկտեմբերի 16-ին գրավեցին բրիտանական նավերը եւ 342 արկղ թեյ թափեցին ծովը։ Այդ օրը այդ երևույթը կոչվեց Boston Tea Party։ Կռիվները շարունակվեցին մինչև 1776 թվականի մարտի 17-ը, երբ բրիտանացիները վերջապես հեռացան Բոստոնից։ Դրանից անմիջապես հետո բոլոր 13 կոլոնիները գաղութները միացան եւ ստեղծեցին Continental Congress, լավ իշեք այս բառը, Continental Congress, հետո նորից եմ հիշեցնելու այս բառը, որն էլ հուլիսի 4-ին անկախություն հայտարարեց եւ երկիրը ղեկավարեց 13 տարի, մինչեւ 1789 թվականի փետրվարի 4-ը։ Վերադառնանք 76 թվականի հուլիսի 4։ Այդ օրը Ֆիլադելֆիայում հավաքվել էին 56 տարբեր դիրքի, մակարդակի, գիտելիքի տերմարտիկ, զինվորականներ, առևտրականներ, փաստաբաններ, ստրկատերեր, որոնք հարավում ստրուկներ ունեին։ Նրանց մեծամասնությունը ուշադիր ազատ որոնադիրների օթյակի անդամներ էին։ Այդ 56-ից 7-ը առանձնահատուկ դեր ունեցան նորաստեղծ պետության կազմավորման մեջ։ Նրանք հայտնի են որպես պետության հիմնադիր հայրեր, founding fathers։ Նրանք էին Ջորջ Վաշինգտոն, այդ օրվա բանակի հրամանատար։ Երկրորդը Թոմաս Ջեֆերսոն, անկախության հռչակագրի հեղինակ։ Երրորդը Ջոն Ադամս, հետո դարձավ երկրորդ նախագահ, Ջորջ Վաշինգտոնից հետո։ Չորրորդը Բենջամին Ֆրանկլին, ամենատարիքով անդամն էր, 70 տարեկան դիվանագետ։ Նա 9 տարի ապրել էր Փարիզում եւ ղեկավարել էր Փարիզի 7 քույրերի մասոնական, այսինքն որոնադիրների օթյակի գլխավոր վարպետ, Grand Master էր եղել Փարիզում։
նա շատ լավ ծանոթ էր արդեն որմնադիրների ուսմունքներին եւ այդ գիտելիքը իր հետ նա բերեց Միացյալ Նահանգներ չկարելի ասել, բերեց հետո Ֆիլադելֆիա։ Ալեքսանդր Համիլտոնը 5-րդն էր, առաջին ֆինանսների նախարար, 6-րդը Ջեյմս Մադիսոնն էր, սահմանադրության հեղինակ, որ քիչ հետո սահմանադրություն պիտի իրենք գրեն եւ հաստատեն։ 7-րդը Ջան Ջեյ, առաջին գերագույն դատարանի դատավոր, փաստաբան էր, դարձավ առաջին Supreme Court judge, այսպես ասենք։ Անկախությունը հայտարարվելուց 11 տարի անց 1787 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում հավաքվել էին 55 դելեգատներ, որոնք մշակեցին եւ հաստատեցին ԱՄՆ-ի սահմանադրությունը։ Վաշինգտոնը ներկա չի եղել, նա կռվում էր բրիտանացիների դեմ, չէ՞ որ նա բանակի հրամանատարն էր։ Ուրեմն այդ սահմանադրությունը ուներ 3 բաժիններ. օրենսդիր, անգլերեն legislative, նախագահական executive եւ դատական judicial։ Ուրեմն այս դատական համակարգը ուներ 9 անդամներ։ 1869 թվականից մինչ օրս այդ գերագույն դատարանը Supreme Court-ը ունի 9 անդամներ։ Ուրեմն այս սահմանադրությունը ուներ 7 գլխավոր բաժիններ, կոչվում է Articles of Constitution։ Հետագայում այն ունեցավ 27 լրացումներ, amendment լրացումներ։ Մեկ տարի 4 ամիս անց Նյու Յորք քաղաքում փետրվարի 4-ին ըստ նորաստեղծ սահմանադրության Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվեց Ամերիկայի արդեն Միացյալ Նահանգների նախագահ։ Իսկ ապրիլի 30-ին եղավ նրա երթմնակալության հանդիսությունը։ Հետաքրքիր թվականներ են 1789 միտներ էր, չէ՞։ Ուրեմն 2 ամիս անց Ֆրանսիայում սկսվեց հեղափոխական շարժում միապետության դեմ։ Հուլիսի 14-ին, տեսեք, այստեղ հուլիսի 4-ին էր, այնտեղ հուլիսի 14-ին ժողովուրդը գրավեց Բաստիլ բանտ ամրոցը, որտեղ ասում են, որ իբր 8 բանդարգյալ է եղել։ Այդպես է գրված, չգիտեմ ճիշտ է թե չէ։ 1792-ին 1792 միապետությունը վերջ գտավ։ 93-ին հաջորդ տարի արդեն King Լուիս 16-ին թագավորի Լուիս 16-ին գլխատեցին գիլյոտինի վրա։ Հիշում եք այդ գիլյոտին գործիքը, որ գլուխ էր կտրում, դրա հեղինակի անունով էր։ Գիլյոտինը մարդու անուն էր, որ ստեղծել էր այդ գործիքը։ Քիչ անց շատ հեղափոխականներ եւս այդ գիլյոտինի վրա իրենց վերջը գտան, նաեւ հենց գիլյոտինը ինքը։ 1799-ին Նապոլեոնը գրավեց իշխանությունը Ֆրանսիայում եւ միապետությունը վերջ գտավ, սկսվեց հանրապետություն։ Հետաքրքիր է, որ անցնենք մեր անգլիացիների եւ ամերիկացիների թեմային, անգլիացիների զորքերը եւ իշխանավորները, թագավորները, այդ թալանչիները այդպես է չհամակերպվեցին ամերիկան կորցնելու գաղափարի հետ։ Եվ 1814 թվականին օգոստոսի 24-ին գեներալ Ռոբերտ Ռուսի հրամանով մի քանի նավեր, գիտեք, Վաշինգտոն քաղաքը գտնվում է Փաթոմակ գետի ափին, այս Փաթոմակ գետը թափվում է ծովի մեջ։ Ծովից Փաթոմակի հակառակ ուղղությամբ, հոսանքին հակառակ ուղղությամբ բարձրացան նորակառույց Վաշինգտոն քաղաք եւ այրեցին նրա նորակառույց փայտաշեն սպիտակ տունը ու փախան։ 1800-ականների թվականի սկզբից Միացյալ Նահանգների թիվը ավելանում էր եւ տարածքներն էլ մեծանում էին։ 1803-ի հուլիսի 4-ին 1803-ի հուլիսի 4-ին Թամաս Ջեֆերսոնը հայտարարեց, որ կառավարությունը ֆրանսիացիներից գնել է Լուիզիանայի տարածքը, որ հարավում է գտնվում, եւ 828,000 քառակուսի մողոն տարածք միանում է Միացյալ Նահանգների նախկին կոլոնիներին եւ դրա համար վճարել էր $1.5 միլիոն։ 1836 թվականին Թեքսասի բանակը կռիվներով մեքսիկացիների դեմ անկլկրվում, հաղթեցին մեքսիկացիներին եւ իրենց հայտարարել են անկախ պետություն, State of Texas։ Սակայն մի քանի տարի անց 1845 թվականին Թեքսասը միացավ Ամերիկայի եւ դարձավ 28-րդ նահանգ։ Դրանից մի քանի տարի անց 1840-ի փետրվարի 2-ին ամերիկյան բանակը հաղթեց Մեքսիկային եւ
ըստ պայմանագրի 15 միլիոն դոլար վճարեցին եւ դրա դիմաց ստացան ամբողջ Կալիֆոռնիան, այսօրվա մեր իմացած Կալիֆոռնիա նահանգի տարածքը։ 1867 թվականի մարտի 30-ին, այսա հետաքրիր է, 1867 մարտի 30-ին ռուս ցար Ալեքսանդր II-ը Ալասկան վաճառեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին 7 միլիոն 2,000 դոլարով։ Ալասկան ունի 586,000 քառակուսի մողոն տարածք։ Իմիջիայլոց այդ բանկերները, որ պիտի վճարեին Ալեքսանդր II-ին այդ Ալասկայի դիմաց, խաբեցին թագավորին, ասացին, որ նավը խորտակվել է ոսկինել մեջը։ Երևի խորտակվել է իրենց բանկերում։ Ուրեմն ի վերջո 1898 թվականի օգոստոսի 12-ին Հավայան կղզիները նույնպես մտան Ամերիկայի կազմի մեջ եւ 1959 թվականին Ալասկայի հետ միաժամանակ, Ալասկան եւ Հավային միաժամանակ 59 թվականին դարձան նահանգներ։ Ուրեմն Ալասկան դարձավ 50-րդ նահանգը, Հավային 49-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց գոյության 250 տարիների ընթացքում շատ դժվարություններ միջով են անցել։ Ամերիկայի ժողովուրդը դիմակայել է բազմաթիվ թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, թե ռասայական տարբեր տեսախնդիրների։ 1865 թվականի երկարատև քաղաքացիական պատերազմի արդյունքում 1865 թվականը ուշադրություն եղեք դարձրեք սահմանադրության մեջ 13-րդ դրացումը կատարվեց եւ վերջ տրվեց ստրկատիրությանը։ Իսկ դրանից անմիջապես հետո 14-րդ դրացումը ամենուր սևամորտներին հիմնականում տվեց քաղաքացիության իրավունք, այսինքն բոլոր այն սևամորտների երեխաները, որոնք ծնվել էին Ամերիկայում, դրանք արդեն համարվում էին Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Դա անգլերենով կոչվեց birthright citizenship։ Այստեղ ծնվելով իրավունք են ստանում դառնալ քաղաքացիներ, բայց դա հիմնականում վերաբերում է սևերին։ Բայց այդ օրենքը հիմա այնքան է տարածվել, որ ուրիշ երկրներից տուրիստ են գալիս այստեղ հեղի կանայք եւ երեխա են ունենում եւ երեխան դառնում է Ամերիկայի քաղաքացի։ Եվ վերջերս էլ Supreme Court-ը հաստատեց, որ դա այդ օրենքը դեռ ուժի մեջ է եւ այստեղ ծնված բոլոր երեխաները Ամերիկայի քաղաքացիներ են։ Խնդիրն ինչ է, որ դա սահմանադրական ամենուր է կատարվել օրենքով եւ այդ փոխելու համար պետք է նորից օրենք անցկացվի, սահմանադրական օրենք անցկացվի կոնգրեսով, հետո նահանգների 2/3-ն պիտի հաստատեն, որ դառնա օրենք։ Հիմա փորձենք հասկանալ, թե ովքեր են այդ անկախ մարդիկ, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով գալիս են մի երկիր, որի մասին գաղափար անգամ չունեին։ Գոնեից համար պատասխանը հստակ է։ Նրանք փախչում էին այդ ժամանակ Եվրոպայում տիրող քաղաքական եւ հատկապես կրոնական բռնաճնշումներից, տառապանքներից, ինկվիզիցիայից, ինչը Եվրոպայում տևեց մոտ 600 տարի, եթե հիշում եք։ Ինկվիզիցիան սկսեց մոտավորապես 1184 թվականի շրջանում եւ Իտալիայում տևեց մինչեւ 1840-50-ականները։ Մարդուց նյութական համարյա ամեն ինչ կարելի է խլել։ Մարդը ինչ որ մի կերպ համակերպվում է նյութական կորուստի հետ, բայց ազատության ձգտումը խլել հնարավոր չէ։ Դրա լավագույն օրինակը տվել է մեր ռուս Սորժենիցինը իր Արխիպելագոլագի մեջ, այնտեղ մի ենթավերնագիր կա, համոզված փախստականները, ուբիժդյոննի բեգլեցի, խորհուրդ կտամ, որոնք հետաքրքրում են այդ թեմով, գտնել այդ գլուխը եւ կարդալ 3-րդ հատորի մեջ է։ Ուրեմն Եվրոպայից մինչև Հնդկաստան, Չինաստան եւ Աֆրիկա ձևավորվել էր բրիտանական կայսրության բռնատիրական մի կենտրոնաձիգ համակարգ։ Այն ուներ 3 կենտրոններ, որոնց միջոցով այն ղեկավարում էր եւ վերահսկում էր աշխարհի զգալի մասը։ Դրանք էին քաղաքական, ֆինանսական եւ ռազմական։ 20-րդ դարի սկզբում բրիտանական կայսրության վրա արևը մայր չէր մտնում։ Այս համակարգը աշխատում էր բաժանի որտիրես սկզբունքով, թմրադեղեր տարածելով ամբողջ աշխարհում, հիմարացնելով բոլոր ազգերին, կռիվներ գծում բոլոր երկրներում, բոլոր ազգերին, ազգերը պարակտում էին իրար մեջ տարբեր կտորներ էին դարձնում, իրաց իրար դեմ էին կռվածնում։ Եվ այդ պետություններին գցել էին տնտեսական ճգնաժամը եւ վերահսկողության տակ։ Ամբողջ Աֆրիկան բաժանել էին կտորների, թալանում էին ոսկին ադամատները եւ այլն, չասեմ փոքր ասան ինչպես հետագայում բաժան արեցին ամբողջ Օսմանյան կայսրությունը
կտոր-կտորարեցին, ի վերջում ոմանք վզոհը գնացին ինչպես մեկ, ոմանք շահեցին, բայց ի վերջո այստեղ հիմնավորվել էր գլոբալիզմի գաղափարը բրիտանացիների մոտ, որը գլուխ առավ եւ գնաց աշխարհով մեկ մինչեւ օրերս։ Այդ միակենտրոն աշխարհը ղեկավարելու այդ գլոբալիզմի ֆինանսական կենտրոնացումը եւ քաղաքական կենտրոնացումը հանգեցրեց համաշխարհային բանկի եւ նրա բազմաթիվ ենթակա բանկերի ստեղծմանը։ Այս ամենը մոտ 200 տարի ղեկավարվում էր բրիտանական թագի կողմից, հետո այն անցավ գլոբալիստների վերահսկողության տակ։ Այս ամենի զուգահեռ Միացյալ Նահանգները փորձում էին գնալ տնտեսական, քաղաքական եւ անկախության ճանապարհով, բայց այս թվացial անկախությունը շատ թանկ արժեցավ ամերիկյան ժողովրդին։ Նրանք ներքաշվեցին երկու համաշխարհային պատերազմների մեջ։ 20-րդ դարի սկզբում համաշխարհային բանկերները Ամերիկային պարտադրեցին տնտեսական ճգնաժամ, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ֆինանսական տնտեսական ճգնաժամ, պատերազմից հետո գլոբալիստները Ամերիկային պարտադրեցին ֆինանսավորել Գերմանիայի վերականգնումը Մարշալի պլանի միջոցով, հետո էլ անվերջ պատերազմներ արևելքում, հարավում, արևելքում, հարավային Ամերիկայում, արևելյան Ասիայում, արաբական աշխարհում, որոնք բացարձակապես պետք չէին ամերիկյան ժողովրդին։ Այս ամենի հետևում թաքուն եւ շատ կազմակերպված աշխատում էր համաշխարհային կամ այսպես կոչված գլոբալ կառավարությունը, գլոբալիստների կառավարությունը։ Նրանք շարունակում էին նախագահներ, վարչապետներ նշանակել, չլսողներին սպանում էին կամ հեռացնում էին նրանց իշխանությունից, քանդում էին նրանց տնտեսությունը, ոչնչացնում էին մշակույթն ու գիտությունը, Ամերիկայի մշակույթն ու գիտական համակարգը ամբողջովին ոչնչացրեցին կոմունիստական գաղափարախոսություն ներմուծելով այստեղ։ Սա շատ երկար թեմա է, մի օր առանձին սրա մասին խոսենք, բայց ուղղակի իմիջիայլոց եմ ասում։ Ամերիկյան հետպատերազմյան 13 նախագահներից 8-ին այս գլոբալիստներն են նշանակել։ Մեկին խայտարարեցին, հեռացեցին գործից Նիքսոնին, մեկին սպանեցին Քենեդիին, մեկին վիրավորեցին Ռեգանին, այս մեկին էլ անդադ փորձում են չի հաջողվում։ Բայց բոլոր այս դժվարությունների զուգահեռ ամերիկյան ժողովուրդը դիմացավ, պայքարեց եւ որ ամենակարևորն է չկորցրեց անկախության երազանքը, ինչի վրա կառուցված էր երկրի գոյությունը, ինչի վրա հիմնված էր երկրի գոյությունը։ Ուրեմն եւ զարմանը չէ, իհարկե մտածողների համար, որ հետաքրած են այս թեմայով, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկյան ժողովուրդը շարժուն ապտակ հասրեց այս գլոբալիստների եւ նախագահ ընտրեց իր անկախական գաղափարներով հայտնի այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփին։ Սան էլ մի քանի անգամ փորձեցին սպանել, բայց չհաջողվեցին։ Հիմա էլ նորից շարունակում են փորձել։ Այստեղ իմ կարծիքով աշխատեց այն ազդման եւ հակազդման տիեզերական օրենքը, որքան շատ են ազդում, այնքան հակազդող ուժը ավելի է հզորանում։ Դրա անգլերենը լավ է հնչում, ասում է for every action there is an equal and opposite reaction։ Ազդման եւ հակազդման օրենքն է։ Գլոբալիստները 150 տարի առաջ ամբողջ Եվրոպան եւ Ռուսաստանը վարակեցին կոմունիզմի քաղաքեղով։ Երկրներ քանդեցին, միլիոնավոր մարդկանց կոտորեցին, թշնամություն եւ պատերազմներ տարածեցին։ Հիմա այս հակամարտկային գաղափարը տարածում են փողով, վճարելով բոլոր տգետ շատախոս շարլատաններին, դրանով թունավորելով քաղաքական միտքը եւ մթնոլորտը ամբողջ աշխարհում։ Վերջերս ի ուրախություն ԱՄՆ եւ Բրիտանիայի բնակչության Անգլիայի հերթական շարլատան դրածով վարչապետը հրաժարական տվեց 7-րդը 10 տարում։ Վերջում բարեկամներ, թույլ տվեք մի քանի վիճակագրական տվյալներ բերեմ ԱՄՆ-ի պետական կառույցի եւ նահանգների մասին, որ միգուցե ձեզ հետաքրի։ Վերջին մարտահամարի տվյալներով երկրի բնակչության թիվը կազմում է 342 միլիոն մարդ, ոմանք կարծում են շատ ավելի է, հաշվի առնելով ալեգալ մի քանի միլիոն միգրանտների ներկայությունը երկրում։ ԱՄՆ-ն ունի 50 նահանգ, իրեն ենթակա 5 տարածքներ, ասում են American Territories, եւ 1 Federal District, որ Washington DC-ն է, District of Columbia։ Երկիրը ղեկավարում է նախագահ իր վարչակազմով, անգլերենով cabinet կամ նախարարների խորհուրդ կարելի ասել մեր իմացած ձևով։ Օրենսդիր օրգանը ունի սենատ եւ ներկայացուցիչների պալատ։ Ուրեմն սենատ ընտրվում են ամեն նահանգից 2 մարդ, 2 հոգի,
որոնք ընտրվում են 6 տարի ժամանակով։ Այդ 6 տարվա ընթացքում, քանի որ 3 անգամ ընտրություն է տեղի ունենում ամեն 2 տարին մեկ, որը մի քանի սենատորներ ընտրվում են, ասենք թե այս տարի, մի քանիսը 2 տարի հետո, մի քանիսը 2 տարի հետո։ Ուրեմն ստացվում է 6 տարի է իրենց տևողությունը սենատում գտնվելու, բայց 6 տարի դրանից հետո պետք է վերընտրվեն։ Իսկ ներկայացուցիչների պալատի անդամները ընտրվում են 2 տարի ժամկետով, ամեն 2 տարի նրանք պարտադիր բոլորը պետք է վերընտրվեն, կամ կվերընտրվեն, կամ դուրս կմնան, ըստ իրենց բախտից։ Նրանց թիվը, այդ ներկայացուցիչների պալատի թիվը կազմում է 435, այսօր 218-ը հանրապետական են, 212-ը դեմոկրատ են, մեկը անկախ է, իսկ 4 աթոռ դատարկ է, որովհետև եթե մարդը հիվանդանում է կամ հրաժարվում է իր պաշտոնից, այդ աթոռը իրավունք չունեն զբաղեցնել որևէ մեկը, մինչև նոր ընտրություններ լինի եւ նոր մեկը ընտրվի այդ աթոռի համար։ Ուրեմն այս տարվա նոյեմբերին այդ 4 դատարկ աթոռները վերընտրվեն, կզբաղեցվեն։ ԱՄՆ-ին ենթակա 5 տարածքները, որ շեշտեցի, սրանք են Գուամը, Ամերիկյան Սամոան, US Virgin Islands կղզիները, Հյուսիսային Մարիաննա կղզիները եւ Վաշինգտոն DC-ն իհարկե, եւ Պուերտո Ռիկո տարածքը, որ կղզի է, բայց Պուերտո Ռիկո են ասում։ Սրանք ունեն մեկ դիտորդի իրավունք առանց ընտրելու կամ քվեարկելու իրավունքի։ Գերագույն դատարանը, ինչպես նշեցի, ունի 9 անդամ եւ երբ դատանում որևէ տեղ է ազատվում, Supreme Court դատավորներից մեկը կամ հիվանդանում է կամ հրաժարվում է, կամ թոշակի է գնում, այդ օրվա նախագահը առաջարկում է իր տեխնացուին, սենատը պետք է ձայների մեծամասնությամբ քվեարկի այդ տեխնացուի օգտին, այլապես չի անցնի։ Վերջին տարիներին մի անգամ եղավ։ Ուրեմն երբ դատարանում տեղը ազատվում, շատ ուրեմն սենատը պետք է ընտրի մեծամասնությամբ, իսկ ամենաշատ բնակչություն ունեցող նահանգները հետևյալներն են։ Ամենաշատը Կալիֆոռնիան է 39.4 միլիոն, որը նաև ամենաշատ բնակչություն կորցնողն է իմիջիայլոց այսօր։ Թեքսասը 31 միլիոն բնակիչունի, որը ամենաշատ շահող նահանգն է։ Բնակչությունը գրում է Թեքսաս։ Կալիֆոռնիան դեմոկրատ է, Թեքսասը հանրապետական է։ Ֆլորիդան է շատ ավելացնում իր բնակչության թիվը, այսօր Ֆլորիդան 23 միլիոն 400 հազար է։ Նյու Յորք քաղաքը երկրորդ տեղում է կորցնողների ցուցակում, 19 միլիոն 900 հազար բնակիչ ունի հիմա, երբ որ ես այնտեղ եմ ապրում, ավելի շատ էր։ Ուրեմն դրանցից մոտ 8 միլիոն 200 հազարը Նյու Յորք Սիթի քաղաքի բնակչությունն է։ 3-4 օրը Նյու Յորք Սիթի ոստիկանապետը, որը կին է, հայտարարեց, որ Նյու Յորք քաղաքում բնակչության 10%-ն է հրեա, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ։ Ես կարծում եմ նախկին թվերը հիշելով եւ հաշվի առնելով, ես կարծում եմ բնակչության մոտավորապես 15%-ը Նյու Յորք Սիթիի կազմում են հրեաները։ Ուրեմն հաջորդը Պենսիլվանիան է 13 միլիոն, Իլինոյ 12 միլիոն, Օհայո 11, Ջորջիա 11, Նորթ Կարոլայնա 11, Միչիգան 10, այս առաջին 10-ն էին։ Ամենավերջին տեղում են Վերմոնտը 650 հազար բնակիչ ունի եւ 50-րդ տեղում է Վայոմինգը, որը ունի 590 հազար բնակիչ։ Եվ իմիջիայլոց Վայոմինգը ունի նաեւ ամենաքիչ քանակությամբ սևամորթ բնակչություն։ Վերջում պարտավոր եմ նշել, որ Ամերիկան որպես պետություն պաշտոնապես կոչվում է Constitutional Republic, սահմանադրական հանրապետություն, դեմոկրատիա չէ, սահմանադրական հանրապետություն է։ Եվ այսպես, բարեկամներ, հուսով եմ այս տվյալները ձեզ օգտակար կլինեն, իսկ Միացյալ Նահանգներին ես մաղթում եմ շնորհավոր ծնունդդ, 250-ամյակդ, ազատ աշխարհի առաջնորդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այսօր այսքանը, բարեկամներ, մինչև նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Ձեզ